Օգուտների մասին խոսվում է ամբողջ բարբերության ավարտին, այսինքն այն ամբողջ բարբերության մեջ ինչ նշված է, նույնը ըստ էության փոխադարձաբար օգտվելու է Հայաստանը։ Իսկ անխոչնդոտը Հայաստանն է վերաբերում։ Մաքսային սահմանային կարգավորումների հարցերը պետք է բանակցվեն եւ բնական է, որ եւ տրամաբանական է, որ դա պետք է լինի փոխադարձաբար։ Եվ այստեղ ես էլի եմ ասել, անխոչնդոտ բառի բազմազան մեկնաբանություններ կան, բայց դրա ամբողջ տրամաբանություններն է, որ Հայաստանը չի ստեղծելու որևէ խոչընդոտ, արհեստական խոչընդոտ Ադրբեջանից, Ադրբեջանի հիմնական մասից Նախիջևան անցման համար։ Անխոչընդոտ չի նշանակում, որ Հայաստանը չի ստուգելու բեռները, չի ստուգելու փաստաթղթերը եւ այլն, դա դրա մասին չէ, որովհետեւ նույն պարբերության մեջ նաեւ խոսում է տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ հատկապես իրավազորության մասին։ Եվ իրավազորության կտորը նշանակում է, որ գործելու են Հայաստանի Հանրապետության բոլոր վերաբերելի օրենքները այդ անցման համար։ Հայաստանը Վրաստանի համար էլ չի ստեղծում խոչընդոտ, տարածքով կամ Իրանի համար էլ չի ստեղծում։ Այո, Հայաստանը բայց չունի դրա համար հատուկ նշված կետ Իրանի հետ հարաբերություններում կամ փաստաթղթերում։ Եվ չի ունեցել կոնֆլիկտի պատմություն Իրանի հետ եւ չի ունեցել կոնֆլիկտի պատմություն Վրաստանի հետ